Պարոն քաղաքապետ, այս պահին կենտրոն վարչական շրջանում գնում են բակային տարածքների բարեկարգում, Աշտոտ 37 հասցեում այս պահին գնում է դաշտի, ֆուտբոլի և խաղահրապարակի բարեկարգման աշխատանքներ, Ծատուրյան 34 հասցեում նույնպես ֆուտբոլի դաշտի և բակային տարածքների ընդհանուր բարեկարգման աշխատանքներ, Սայաթնովա 37 հասցեում էլի նույնը, այստեղ շատ մեծ դաշտ կա և ընդհանուր այդ տարածքը, Աբովյան 39 հասցեում նույնպես ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր են կառուցում, ինչպես նաև խաղահրապարակ, սա արդեն Զաքեն 3 հասցեն է, որը ավարտված է, մի քանի շտկումներ են մնացել, երևի թե այս շաբաթ կավարտենք լիովին, Ստեղ կառուցվել է ֆուտբոլի դաշտ, սպորտային հատված, խաղահրապարակ, հանգստի գոտի, ինչպես նաև ընդհանուր տարածքը բարեկարգվել է և Վարդանանց 10 հասցեն, նույնպես այստեղ ունենք ֆուտբոլի դաշտ, երկրպագուների համար հատկացված տարածք, սպորտային հատված, խաղահրապարակ և նորից հանգստի գոտի։ Այստեղ էլի ավարտվում են աշխատանքները, մի քանի անգամ շտկումներ, այդ ռետինե հատակի փոխարինում, բայց ոնց որ վերջնական եկանք մեր ուզած որակին։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Պետոյան, Արաբկիր։ Պարոն քաղաքապետ, զեկուցեմ, որ Արաբկիր վարչական շրջանում 3 բակեր արդեն ավարտվել են, վրացական 15-17 բակը, սա 2 բակը համ 15-ի դիմացն է, համ 17-ի, բացազատվել է տարածքը ինքնական շինություններից ու ստացվել է 2 այգի խաղահրապարակով։ Մյուսը Տիգրանյան 10-ն է, ավտոտնակներն ապամոնտաժվել են և ստացել ենք էլի այգի ու երեխաների համար խաղահրապարակ։ Մյուսը Մամիկոնյանց 45 հասցենը, այստեղ էլ բավականին մեծ քանակի ապօրինի հողազավթումներ են վերացվել և ավտոտնակներ ենք ապամոնտաժել, ստացել ենք այգի ու շենքի դիմացի հատվածն ենք բարեկարգել։ Մամիկոնյանց 35-ում աշխատանքները սկսել ենք, հիմա ապամոնտաժման աշխատանքներ ենք իրականացնում, նույնը նաև Փափազյան 22 հասցեում, տեսնում եք ավտոտնակներ բավականին մեծ քանակի արդեն ապամոնտաժել ենք, շինարարական աշխատանքներն են մեկնարկում, սա մեր մոտ Տոլբուխին 4 հասցեն է, որտեղ որ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ FIFA-ի ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դաշտ են կառուցել։ Շնորհակալ եմ, Մալացիա Սեբաստիան։ Հարգելի պարոն քաղաքապետ, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում շարունակվում են բակային բարեկարգման աշխատանքները։ Անդրանիկ 87 շենքի բակում արդեն 90% աշխատանքները կատարված են, մնացել է ռետինապատման և խաղասարքերի տեղադրման։ Անդրանիկի 67-69 շենքերի բակը 93%-ով կատարված է աշխատանքները, Շերամի 49 շենքի բակում 96%-ով կատարված է, այս բակը մի քիչ երկար է ցույց տալու։ Շերամի 33 շենքի բակում կատարվում են աշխատանքները 64% կատարված, շարունակվում են Շերամի 7-9 շենքերի բակի 27% է դեռ աշխատանքները, Շերամի 79 շենքի բակում 75%-ով կատարվել են աշխատանքները արդեն։ Այստեղ արդեն ճաղավանդակներ բաննել է։ Սվաճան 38 շենքի բակը 92%,
Այստեղ նաև ֆուտբոլի դաշտ ունենք։ Իսակովի պողոտա 26 շենքի բակը 85%-ով կատարված է արդեն, այս են կիսատ թողած բակն էր, պարոն քաղաքապետ, նաև Ռաֆու 41-43 շենքերի ետնամասի ուղղությամբ տարածքի բարեկարգում, Բաբաջանյան 20 շենքի նարակից տարածքի վերակառուցում 92%, Հովանովի 9-11 շենքերի միջև գտնվող բակային տարածքի վերակառուցում 37%, Սեբաստիա փողոցից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարանցումի տրավերտին է սալապատված տարածքի վերակառուցման աշխատանքներ, հետեղ վերջացրել ենք բետոնապատումը։ Բաբաջանյան 21 շենքի դիմաց եւ Բաբաջանյան 5 շենքի կողամասում գտնվող տարածքների վերակառուցում 40%, Անդրանիկի 60 շենքի բակից Հայտաղբյուրի հարակից տարածքի բարեկարգում 95%, Ռաֆու 111 շենքի տանիքի նորոգման աշխատանքները երկշերտի զոգամապատման ընդհանուր ծավալը 631 քառակուսի մետր 98% եւ սոցցրագրերով նախատեսված շինաշխատանքները 61%, պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, Շենգավիթ։ Պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք զեկուցել Շենգավիթ վարչական տարածքում բակերի վերանորոգման աշխատանքները։ Նշեմ, որ Արշակունյաց պողոտա 50/3 շենքի բակում ապամոնտաժվել են 12 ավտոտնակ եւ 10 ցանկապատ տարածք, որի արդյունքում բացազատվել է շուրջ 540 քառակուսի տարածք եւ բարեկարգվել է համապատասխանաբար 1345 քառակուսի մետր։ Նշեմ, որ Բագրատունյաց փողոց 53 շենքի բակում նույնպես բացազատվել է շուրջ 4 ցանկապատ տարածք, 4 ավտոտնակ եւ կանաչապատ տարածք անցուղիներով կազմել է 193 քառակուսի մետր եւ մանկական խաղահրապարակի ռետինե գորգով 70 քառակուսի նաեւ կառուցվել է 252 քառակուսի մետր ֆուտբոլի դաշտ։ Եղիշե Թաթևոսյան փողոցում նաև կառուցվել է մականախաղի դաշտ 20-40 չափի, որը սպորտ դպրոցի տարածքում է, իսկ Գարագին Նժդեի փողոց 7-րդ շենքի բակում 4 ավտոտնակ 3 ցանկապատած տարածք է բացազատվել եւ բարեկարգվել է շուրջ 550 քառակուսի մետր։ Նշեմ, որ մանկական խաղահապարակի տարածքը կազմել է շուրջ 103 քառակուսի մետր եւ նույնպես 252 քառակուսի մետր ֆուտբոլի դաշտ։ Արիացիա 3-րդ շենքի բակում բարեկարգվել է 515 քառակուսի մետր եւ ստեղծվել է 434 քառակուսի մետր կանաչապատ տարածք։ Արիացիա 2/1 շենքի բակում բարեկարգվել է 660 քառակուսի մետր, նաև 53 քառակուսի մետր մանկական խաղահրապարակ է կառուցվել եւ 1 ֆուտբոլի դաշտ նույն քառակուսիով։ Շիրակի փողոց 13 եւ 15 շենքերի բակում 34 հատ ավտոտնակ ապամոնտաժվել է, 4 հատ ցանկապատված տարածք է ապամոնտաժվել եւ բարեկարգվել է շուրջ 1640 քառակուսի մետր տարածք։ Կանաչապատ անցուղիներով շուրջ 1550 քառակուսի մետր։ Պարոն քաղաքապետ, նշեմ, որ նաև Շենգավիթ վարչական շրջանի 2025 թվականի աշխատանքային ծրագրերով նախատեսվել է վերանորոգել եւ ամրացնել 41 հատ շքերթային պատշգամբ, որից 16-ում աշխատանքներն ավարտվել են։ Նշեմ, որ հաշվետու ժամանակահատվածում 25 թվականին աշխատանքային ծրագրերով նախատեսվել է բարեկարգել թվով 19 բակային տարածքներ, որից 8 բակերում կառուցվել են ֆուտբոլի դաշտեր, 18 բակերում աշխատանքներն ավարտվել են, 2 բակերում կավարտվեն մինչև նոյեմբերի 30-ը։